Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Ապրիլի 16-ին Գյումրու նորընտիր ավականին նոր քաղաքապետ կընտրի, ավելի ճիշտ հին նոր քաղաքապետ։ Թեպետ չի բացառվում, որ հենց այդ օրը սկսվի Գյումրու կինոյի գլխավոր մասը։ Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ շատ պարզ է։ Գյումրու ավականու 4 ընդդիմադիր ուժերը պայմանավորվել են, որպեսզի քաղաքապետ ընտրեն Վարդան Ղուկասյանին։ Սակայն սա ընդամենը առաջին հայացքից է այդպես թվում։ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնող հիմնական գործող անձը Մարտուն Գրիգորյանն է։ Նա հայտարարել է, որ կապահովի երկու ձայն, որպեսզի Ղուկասյանը ընտրվի քաղաքապետ։ Սակայն միևնույն ժամանակ Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ կոալիցիա չի կազմի Վարդան Ղուկասյանի հետ եւ չի կիսի Գյումրու կառավարման պատասխանատվությունը։ Անգլիացի գիտնականները թերևս դեռ շատ կչարչարվեն, որպեսզի հասկանան, թե նման հայտարարություն անող գործիչներն ու քաղաքական ուժերը արդյոք քաղաքագիտական գիտելիքներով են առաջնորդվում, թե քաղաքագիտությանն առայժմ անհայտ տրամաբանությամբ։ Իսկ եթե լուրջ, ապա Մարտուն Գրիգորյանը թերևս հասկացել է, որ աջակցելով Վարդան Ղուկասյանին կասկածի տակ է դնում իր քաղաքական վարկանիշը։ Մարդ, որը մինչև ընտրության օրը հայտարարում էր, որ Ղուկասյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության գործիքն է, որի միջոցով իշխող ուժը փորձելու է Գյումրիում իշխանություն վերցնել, այսօր ինքն է իր խոսքով ասած ՔՊ-ի Մարտուն դարձնում քաղաքապետ։ Էլի պնդում եմ, Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում են քաղաքը տանեն, երեք ուզում իմանալ, չենք թույլ տալու։ Գյումրեցիներ ջան, Մարտուն Գրիգորյանը իր ցենը պահելու է։ Ստացվում է, որ Մարտուն Գրիգորյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության մարդու մարդն է, կամ այսպես ասած ՔՊ-ի ծանոթի ծանոթը։ Սա հասկանալով Մարտուն Գրիգորյանը փորձում է ձեռքերը լվանալ եւ իր ընտրողներին ու գյումրեցիներին փորձում է համոզել, որ ինքը կապ չունի Վարդան Ղուկասյանի մեղքերի հետ եւ չի կիսելու պատասխանատվությունը։ Սակայն ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է։ Գործում է շախմատի օրենքը։ Եթե ձեռք ես տվել, պետք է խաղալ։ Եթե Մարտուն Գրիգորյանը այդուամենայնիվ աջակցելու է Վարդան Ղուկասյանին դառնալ քաղաքապետ, սակայն միևնույն ժամանակ չի կիսելու նրա հետ կառավարման պատասխանատվությունը, ապա ստացվում է, որ Գյումրու կառավարման համակարգում լինելու է ճգնաժամ։ Վարդան Ղուկասյանը չի կարողանալու իրագործել իր բոլոր նախագծերը, եթե չի ունենալու ավականների ձայների մեծամասնությունը։ Հետևաբար ստացվում է, որ ընդդիմադիր ուժերի իրական նպատակը ոչ թե Գյումրու արդյունավետ կառավարումն է, այլ նեղ անձնական չուզողությունը։ Քաղաքացիական պայմանագիրը չլինի իշխանության, իսկ թե հետո ինչ կլինի, արդեն իրենց գործը չէ։ Փաստացի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց դրածոների ձեռքով հերթական անգամ Գյումրին դարձնում են քաղաքական խաղալիք, ինչպես դա արել են 2 տասնամյակից ավելի։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ առայժմ։